Կարգի հարցեր միշտ առաջանում են, բայց մենք էլ բաց ենք քննարկումներին, իհարկե եթե այդ քննարկումները մնում են քաղաքավարության այդ շրջանակների մեջ։ Եվ այդ տեսանկյունից իհարկե մենք ուրախ կլինենք, եթե քննադատություն լինի, մենք էլ լսենք եւ մենք էլ ընդունենք, եթե գտնենք, որ ինչ որտեղ, այո, ակադեմիական գիտությունը մի բան ասում, մենք ենթադրենք չենք նկատել կամ շեղվել ենք եւ այլն։ Բայց փորձել ենք անընդհատ մի քանի անգամ քննարկման դնելով եւ փորձելով հասկանալ արդյոք մենք չենք սխալվում այս կամ այն դրվագում եւ այդ տեսանկյունից փորձել ենք մի քիչ կատարյալ նյութ մատուցել ձեզ։ Հետագայում էլ այդ մոտեցումը պահպանվելու է եւ փորձելու ենք ակադեմիական գիտության շրջանակներից դուրս չգալ։ Այդպես։ Ֆիլմի դիտումից հետո եթե հարցեր լինեն, այդ ժամանակ մեծ սիրով հատկապես բովանդակությունը արդեն իրանց կստիպի հարցեր տալ։ Մերսի։ Հաջորդ քայլը արդեն ինչպիսին է լինելու ֆիլմը, այսինքն նկարելու ենք, անիմացիոն է լինելու, AI գործիքներով է լինելու, բնականաբար ի սկզբանե այդ միտքը կար, որ AI գործիքներով անենք, որ հնարավորինս մատչելի, բայց հնարավորինս լավ կադրեր ունենանք ու սկսեցինք մեր ընկերների Զավենի Արտեմի հետ քննարկումները, Զավենը հրավիրում ես դեր, որ ֆիլմի վրա շաբաթներ շարունակ աշխատել է, ինքը ասում է քեզ կանչում ինձ խոսալու, ես խոսում ես էլի դու չերևացող ենք ես։ Հա, չերևացող համակարգչի։ Հա, սովորություն չունենք կանցել։ Մարդկաց մեզ խմբի մոտ խոսելու հնարավորինս կարճ կանեմ։ Իրականում Սարանը խոսում էր շատ իմ մտքերից արտահայտեց, որ ակադեմիական գիտելիքի վերաբերյալ ես էլ ուզում շեշտադրում անել, որովհետև այս ֆիլմի գաղափարը հենց դրանով է դուր եկել, ի սկզբանե, որ ինքը սովորացնելու է, ու սովորացնելու է բավականին ճշգրիտ գիտելիքներով ու կոնկրետ իմ գործի պարագայում, երբ ես սարքում էի ինչ-որ անիմացիաների անում, այդ ճշգրտությունը ինչ-որ չափով դանդաղեցնում էր։ Օրինակ որոշ բաներ սարքենք, հետո պարզվել, որ այստեղ մենք ինչ-որ նյուանս ենք բաց թողել, որ իրական սենց չի եղել, ու մենք ձևափոխենք այդ ամենը։ Ու ուզում ասում, շատ շնորհակալ եմ այն մարդկանց, նախ ում շնորհիվ այս ամեն ինչը իրագործվեց, ու շնորհակալ եմ ձեզ, որ այստեղ եք, ես կուզեի ավելի մեծ մի հատ դահլիճ ունի դրա ամեն ինչ, շատ ավելի շատ մարդիկ ներգրաված լինին, որովհետև այսքան մարդ որ եկել է, նշանակում է, որ իրանք համագաղափարակից են մեզ, ու այդ շատ գովելի ու ուրախալի է Ես նստել Կարեն դաժը ծատար Հաջորդը ֆիքսել եմ ընդեր Շահենին Պարզվում է այս ֆիլմերի տակ ձայնը իդեպ հա մի հատ բաբկենը չկարացավ գա, մի հատ եկեք բաբկեն Սոբանյանն է բայց ձայնը մենակ այդ կարդալը չի պարզվում է, իմ համար է, մի բացահայտում էդի պարզվում է այդ ֆիլմի մեջի այն աներևույթ ձայները, որ տակից ասենք թրջունը թրջում է, չգիտեմ, հրաբուխի այդ պայթյունի ձայնը եւ այլն, դրանք շատ կարեւոր են ու ոնց որ Արտեմն ասում, այդ ֆիլմի կեսն է, այդի որ չեղավ չի լինում ու մենք տենց, չգիտեմ, մեծ հաջողությամբ շենքում ունենք նաեւ դրա մասնագետը Շահենին եմ հրավիրում ստեղ Յուրախ խաղերի մեջ լինելով, չգիտեմ, խիզ բաղված լինելով վերջ երկու ամիսը, զանց հարմարացրեցին, արանքում հասցրեցին այս ֆիլմի ձայնի վրա աշխատեն, եթե Շահենը ասելու բան ունի։ Նա բիլետանում, բայց շատ շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ Շահեն։ Ու շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ֆիլմի վրա աշխատել են, այսինքն ասած կողքից անընդհատ դերել են ու իրանց նյարդները դրա վրա աշխատել, Արտեմն եմ ուզում ծափահարենք Շարինե Փանոսյանին եմ ուզում ծափահարենք եկեք շատ
շատ չձգենք էլ ֆիլմը նայենք ու հետո արդեն մի քիչ տպավորություններ հաշվեք դուք մեր թիմի մասն եք հիմա ու ձեր տպավորությունները եւս շատ կարևոր է, եկեք հետո ֆիլմը քննարկենք մասին ու մենք նաեւ ձեզ ավելի մանրամասներ կպատմենք, թե որ լուծումը ինչ ենք այսպես տվել։ Մենք այս ֆիլմի վրա sense ասեմ էլի 1.5-2 ամիս դողալով տենց սարքել եմ, գիշեր-ցերեկ եմ կարող ոնց ասում են ու բարձրը ֆիլմ սարքելը դժվար բան է, տենց հեշտ չի գնում, այդքան տանջվել ենք, ընդհանրապես 10 րոպե ենք ստացել ու այդքան էլ իրականում սկզբից նախատեսել էինք, չգիտեմ թե մարդիկ երկար ժամանակ ֆիլմ պատկերացրել, այդ շատ թանկարժեք է մաս մեկ պատրաստ ենք Այսքան որ ծափարել ենք, եղանին է ծափարենք, որ ես դինամիկները Մեր մոլորակը ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում։ Այն կենդանի օրգանիզմի նման ապրում է իր զարգացումը նաև այսօր, մեր օրերում։ Բայց այդ փոփոխությունները այնքան դանդաղ են տեղի ունենում մարդկային մեկ կյանքի ընթացքում, որ նկատելը գրեթե անհնար է։ Այդ փոփոխությունները տեղի են ունենում երկրաբանական երևույթների հետևանքով։ Հրապուխ, երկրաշարժ, սառցադաշտեր, էրոզիա։ Արդյունքում ձևավորվել են լեռներ, հովիտներ, անտառներ, հարթավայրեր։ Այսօր մոլորակի մակերևույթի շուրջ 71%-ը ջուր է, 29%-ը ցամաք։ Ջրային մեծ զանգվածներին անվանում ենք օվկիանոս, իսկ ցամաքայինը մայրցամաք։ 6 մայրցամաքներից ամենամեծը Եվրասիան է։ Ջրային փոքր զանգվածներին անվանում ենք ծովեր եւ լճեր, իսկ ցամաքային փոքր զանգվածներին անվանում ենք կղզիներ։ Մարդկության անցած ուղին բաժանում ենք ժամանակաշրջանների։ Ժամանակը հաշվում ենք տարեթվերով, իսկ տարեթվերը բաժանում ենք երկու հիմնական փուլի՝ մեր թվարկությունից առաջ եւ հետո։ Ժամանակագրությունը ճիշտ հասկանալու համար նայիր այս առանցքին։ Այսօրվա մեր թվականը հաշվում ենք Քրիստոսի ծնունդով, այն համարելով մեկ թիվը։ Դրանից առաջ տեղի ունեցած ողջ պատմությունը թվագրում ենք թվերը դասակարգելով հակառակ տրամաբանությամբ։ Մարդը մոլորակի վրա ապրում է անհիշելի ժամանակներից։ Ամենավաղ շրջանը անվանում ենք քարի դար։ Այս շրջանում մարդը որպես զենք եւ գործիք օգտագործում էր քարը, փայտը, նույնիսկ ոսկորը։ Ցավոք սրտի բյուջեի հարցում մեր երկրի հարուստները մի քիչ նժդել տես նա խոսք ունի ասում մեծահարուստ հայ երբեք չկանգնեց հայ մտավորականի կողքին ու տես շարունակություններ ունեն ապագին ասում Մյուրնայի հարստությամբ մենակ կարելի է մի ամբողջ երկիր գնել հիմա այդպես ստացող մաս չեմ խոսում էլ ընդհանրապես ասում եմ երկրում վիճակը ոնց է հարուստների հասցողերը որտեղ են դնում փորձել ենք այսինքն փորձել ենք այս ֆիլմը առաջինը մտածեցինք նկարենք հետո արդեն ֆանդրեզի վրա նորմալ աշխատանք անենք նորմալ նամակներով այցերով փորձենք ինչ-որ մարդկանց դռները թակենք ցավոք սրտի մեխանիզմը տենց է սարքած այսինքն ոչ թե փող ունեցողն է գալիս ասում այս ինչ լավ բան է որ փոխտանք էլի կարաք սրանից շարունակենք սարքենք դե այդպես նայ լավ բան ենք սարքում կարաք սրանից շարունակենք սարքենք արդյոք սրա մեջ ներդրում կունենաք
իմ ամենասիրելի ֆոնդ հայթայթման միջոցը այդ մեր նման մարդկանց հավաքած գումարն է լինում, երբ որ մարդիկ sense քիչ հավաքում են, այդ ամենաարդար գումարն է, ուղղակի այդ գումարը երբեք տենց շատ մեծ ծավալների խնդիրներ չի կարող լուծի, էլի, այսինքն հիմա տեսեք 40 քանի մոտավոր 50 մարդ գումարը հավաքել, 400 քանի 1000 հավաքվել, բայց այս 10 րոպեանոց ֆիլմը մոտավորապես 1 միլիոնի շրջանակներում է իր բյուջեն, ու ասենք պատկերացրեք, որ մենք ուզում ենք ամեն սերիան 10 րոպե չանենք, 25 րոպե անենք, տնելու 2.5-3 միլիոն դրամ, ու տենց պատկերացրեք 20 սերի։ Դա ահռելի գումարներ է, որը տենց հավաքելով դժվար կլինի, բայց պետք է համատեղ լուծում տանք այս խնդրին, որովհետև չի կարա այս սերիալը այս շարը կիսած չի կարա անա։ Երիզը պետք է շարունակվի։ Ինչ հարցեր ունեք ժողովուրդ։ Մասերը, ինչպես ես ու Սարոն ենք ասում, անվերջ կարա լինի, բայց որ գանք հասնենք մեր օրեր, մոտ 15 սերիա այս որ շատ չխորանանք մեջը պատմության, այս ոճով մոտ 15 սերիայով կգանք կհասնենք մեր օրեր։ 15, բայց գոնե 10 րոպեանոց չէ, այտենց մի 12 րոպե։ Հելինե Աբրահամյան, աշխատում եմ ուսուցիչ։ Դրամահավաք ոնց որ այս նախորդի համար ենք արել, անենք, թե ամեն դեպքում միանգամից փորձենք խոշոր ներդնող գտնենք։ Երկուսը մի հատ պրոբլեմ ունի, եթե չստացվի fundraiser, ասենք էլի տենց ֆիլմի կես չկռելով մի հատ, հետո բայն մյուսը ուրա, տենց վիճակի է գալու, դրանից մի քիչ մտավախություն ունեմ, բայց ձեր կարծիքն էլ է հետաքրքիր, արժի սկսել ֆոնդը հայթայթում, թե չէ։ Եակների հետ կապված, դրա համար մեր տեսադաշտից դուրս է նման կարգի բաներ անելը։ Լրիվ համաձայն եմ, ուղղակի երբ որ դիցուկ երեխեն նստած նյութը նայում է, ու այդ նյութի մեջ ինչ-որ թեմայի վերաբերյալ թեկուզը պանցիկ ինչ-որ տեղեկատվություն է տրվում, ասենք իր ուղեղը, ասենք այդ մի բովանդակությունն էլ է սպառում, այդտեղ եւս, եթե ինչ-որ մի հատ հավելյալ ինֆորմացիա սպառի, որն իրան ասենք վաղումսուր կարող ինչ-որ միացի վրա։ Բայց մեր նպատակը մենակ դա չի։ Մեր նպատակը հասցեական եւ կոնկրետ որոշակի երևույթներ, հաջորդի պատմության դրվագներ նույն կերպ ներկայացնելն է։ Եվ այդ տեսանկյունից ուրեմն հայկական լեռնաշխարհի վիճակը քարե դարում, եթե նման կարգի ֆիլմ դրվի, այդ տեսանկյունից կարևոր կլինի հասկանալ նախապատմական ժամանակաշրջանները։ Ինչի է կարևոր, որովհետև այո, հայկական լեռնաշխարհ տերմինը մտել է գիտական շրջանառության մեջ 19-րդ դարում եւ դրանից հետո ինքը ուրեմն որոշակի իր զարգացումն էլ է ապրել, բայց այդ զարգացումը նաեւ ներկա օրերում որոշակի էտապի է եկել հանգել։ Հիմա դրա ամենակարևորը որ պետք է իմանան, որ ունի մեծ քաղաքական բեռնվածություն, քաղաքական մեծ էներգիա կա դրա տակ։ Եվ այդ քաղաքական էներգիան մտահոգում է քաղաքական սուբյեկտներին։ Եվ երբ որ մենք խոսում ենք մաքուր ակադեմիական գիտությունից, պետք է չմոռանանք, որ անկախ ամեն ինչից, այդ նույն ակադեմիական գիտությունը այս կամ այն կերպ առնչվում է քաղաքականության հետ եւ հարվածներ է ստանում, ուղղորդվում է, տարբեր անգամ մանիպուլյացիաների է ենթարկվում քաղաքական շահերից դրդված։ Եվ այդ տեսանկյունից մենք այս ներկա ժամանակաշրջանում շատ վատ ժամանակներում ենք ապրում, երբ որ քաղաքական շահագրգռությունները ուղղված են աշխարհում միջազգային տարբեր սուբյեկտների ուղղված են, որպեսզի հայկական լեռնաշխարհ տերմինը եւ այն ամենը ինչ կապված է հաջորդ պատմության հետ կամաց նսեմացվի, ոչնչացվի եւ դուրս գա քաղաքական բանից, շրջանառությունից։ Եվ այդ տեսանկյունից պետք է հասկանանք ինչա կատարվում աշխարհում եւ ինչա սպասում նաեւ հայկական լեռնաշխարհին, բայց մի քիչ հետ որ վերադառնանք, կտեսնենք, որ այդ տերմինը գիտական շրջանառության մեջ մտել է նաեւ
տարբեր քաղաքական շահագրգռություններից դրդված, ովքեր շահագրգռված էին ակադեմիական հենց այդ գիտության մեջ հենց դա մատնանշել, որովհետև ուրեմն աշխարհաքաղաքական տեսանկյունից պետք է որ հայկական լեռնաշխարհի միջոցով քաղաքական ծրագրեր իրականացնեն։ Եվ այդ տեսանկյունից հատկապես ռուսական քաղաքական դպրոցը, պատմագիտական դպրոցը մշտապես հայկական լեռնաշխարհը օգտագործել է իր բոլոր տեսակի դրսևորում։ Անգամ այսօր էլ Վիկիպեդիա կարող եք մտնել ռուսական շատ մեծ բեռնվածությամբ եւ ոչ միայն։ Ռուսական գիտությունը այդ իր շահն է պահանջել, որպեսզի այդ ակադեմիական գիտելիքը հանրայնացնի, ճանաչելի դարձնի եւ այդ առումով մենք ահագին բան ունենք նախկինում, ահագին բազա ունենք։ Նույնը նաեւ արևմուտքը շատ դեպքերում ակադեմիական այդ գիտելիքը, հատկապես 19-րդ դարից 20-րդ դարի սկզբում էլ Եվրոպան Օսմանյան կայսրության տարածքի վերաձևման որոշակի ծրագրերից ելնելով իրեն թույլ էր տալիս նման կարգի ակադեմիական գիտելիքը մեր շրջանառության մեջ դիտարկի եւ օգտագործի։ Ցավոք եկել ենք այնպիսի մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ որ բոլորիս համար ակնհայտ է, որ ռուսական քաղաքական շրջանակները այդ աշխարհի արդեն շահագրգռություն չունեն, բոլորովին այլ բեռնվածություն գոյություն ունի եւ այս խնդիրը մնացել է հայկական ակադեմիական շրջանակների ուսերի վրա, այսինքն մեր պետությունը պետք է դրանով զբաղվի, մեր պետությունը տեսնում ենք, որ ոչ միայն չի զբաղվում, այլ դրա հակառակով է զբաղված եւ մնում են մեր նման շրջանակները գիտական եւ այլն, որոնք տարբեր ձևերով, այդպես ոնց ասեմ, զորով ասեմ, թե բան, այդ խնդիրը տանում են առաջ։ Վաղը ենթադրենք քաղաքական իրավիճակը փոխվի, կապված Թուրքիայի հետ, Թուրքիայի տարածքի հետ եւ այլն։ Բնականաբար միանգամից նորից կդրվի ակադեմիական շրջանակների եւ բան։ Ուզում եմ ասել, մենք պետք է մի քիչ լավ հասկանանք քաղաքական աստառը, քաղաքական հիմքը եւ դրանով, որ հայկական լեռնաշխարհ տերմինը եւ ընդհանրապես այն ինչ որ կապված է հայկական քաղաքակրթության հետ, ոնց կարա նորից դրվի քաղաքական ռելսերի վրա ու դառնա մի ամբողջական բան։ Այնպես չի որ պատմությունը այդպես էլ չի եղել։ Պատմությունը այդպես է եղել։ Մենք ունեցել ենք մութ դարեր, որ հայկական գործոնը ընդհանրապես աշխարհին չէր հետաքրքրում, բայց նույն քաղաքական իրավիճակի փոփոխության հետ կապված ենթադրենք Օսմանների եւ Սեֆյան Պարսկաստանի մրցակցության պայմաններում հայկական գործոնը ուրեմն որոշակի ծաղկում է ապրում, նշանակություն է տրվում։ Ռուսական կայսրության դեպի հարավ տակ ծովեր շարժվելու հետ միաժամանակ նորից հայկական գործոնը շատ մեծ ընդգրկում է ունենում եւ մենք տեսնում ենք որ գիտությունն էլ սկսում է դրան ուրեմն մեծ տեղ տալ եւ մեր հայ ժողովրդի պատմությունը վերհանվել եւ այլն։ Ուզում եմ ասել պատմական ընթացքները այդպիսի բաներ տալիս են, բայց մեր հայ ժողովրդի խնդիրն է որ անկախ ամեն ինչից մենք մեր պատմությունը լավ սերտենք եւ դա մեր հայ ժողովրդին կարողանանք ներկայացնել։ Իհարկե, եթե թարգմանվի նաև օտարներին, դա արդեն կլինի քաղաքական գործիք։ Այդ քաղաքական գործիքը անկախ պետությունը պետք է իր վրա վերցնի որոշակի պարտավորություն, որպեսզի հասկանա, որ իր լինելությունը նաև աշխարհում, այսպես ասած, միջազգային շակերտների մեջ, միջազգային հանրությունը ոնց է անցնում։ Եվ քեզ որպես ինչ է դիտարկվում, որպես կցորդ ինչ որ աշխարհաքաղաքական բաների եւ այլն, հազարատ այդպես ստորակետ կարելի է դնել, թե քաղաքակրթություն։ Եթե մենք հասկանանք, որ դա ամենակարևոր բանն է, որ պետք է հայոց քաղաքակրթությունը, թե պատմություն, թե ինքնության ճանաչում, թե ընդհանրապես աշխարհի հետ հարաբերվելու ճանապարհ դիտարկել, ուրեմն մենք կհաջողենք այդ։ Շնորհակալություն շատ։ Հանգարան կարողանում են գնալ գալ, բայց անմիջապես ունենալ հասցե, որտեղ YouTube-ով կարող ես մտնել եւ այդ հարցերի պատասխանները ստանալ, դա չունեն։ Եվ այդ տեսանկյունից կարելի է իսկապես շատ մեծ գործ անել։